Քնած եմ։ Մի արթնացրեք։ Գիշերվանից տաքություն ունի։ Չեմ արթնացնելու։ Թարսի պես ես էլ չեմ կարողանում գալ։ Հանգիստ եղեք, ես կողքին եմ, ամեն ինչ լավ կլինի։ Ես կզանգեմ, լավ։ Կզանգեմ, որ իմանամ ինչպես է։ Իհարկե, զանգահարեք երբ ուզում եք։ Ասեք նրան, որ շտապ էր գնալս։ Կասեմ, անպայման կասեմ։ Տեսնես ինչ ա եղել Նարեին, ինչի ա հիվան, հիմա ինչ անեմ ես, ում հարցնեմ, ուղղակի իմանամ ոնց ա ու վերջ, եթե Լուսինեի համար իմանայի։ Ապեր, Գիտեմ, որ սկսելու ես ուրիշ բաներ խոսալ, բայց ինչ ա եղել։ ուղղակի անհանգստացել եմ, ինչ ա եղել Նարեին։ Ոչ մի բան, ջերմություն ա ունեցել։ Հաստատ լուրջ բան չի եղել։ Եթե լուրջ բան չլիներ Գրիգորյանը կգնար մոտ Արս։ Իրա երեխան ա Արթուր, լուրջ բանը որն ա։ Հիմա մոտնա Գրիգորյանը։ Չէ, Գրիգորյանը Մոսկվա ա մեկնել։ Մոսկվա։ Դու չէիր գնացել Գրիգորյանին տանել Նարեի մոտ։ Հա, հենց հասա նախարարության շենքի մոտ, պարզվեց, որ մեկնում ա։ Դու չես գնալու Նարեին տեսնես։ Գնալու եմ։ Ասելա, որ իրա կողմից մի բան տանեմ։ Մի րոպե չանջացես, ա։ Բարև, երիտասարդ։ Լարիսա։ Արջան, մի րոպե։ Ինչպես ես երիտասարդ։ Լավ, դուք ներողություն։ Լարիսա, ես Լարիսան եմ, Լարիսան։ Այո, մենք տանը հանդիպել ենք, հիշում ես։ Մեր գեներալը վերևում է։ Չէ, գեներալը վերևում չի, ես եկել եմ Նարեին տեսնեմ։ Ճիշտ է։ Նարեն շատ վատ է, այո։ Գիտեք, այդ երեխան վատ եկավ, ես ու Լուսինեն շատ էինք վախեցել։ Չգիտեինք ինչ էր կատարվում այդ երեխայի հետ, պատկերացնում եք։ Հետո պարզվեց, որ տաքությունը բարձրացել է, ամբողջ գիշեր չէր քնում, վատ վիճակում, անընդհատ լացում։ Փառք Աստծո, հիմա Արմինեն իր մոտ է եւ հիմա մի քիչ ոչինչ։ Դուք մի անհանգստացեք, Նարեի հետ ամեն ինչ կարծում եմ լավ կլինի։ Ահա, դե ինչ եք կանել, գնանք վերև։ Խոսեմ ու բարձրանամ վերև, լավ։ Խոսում եք, հա։ Դե լավ երիտասարդ, դե ես գնամ։ Առայժմ։ Գնամ։ Արջան, հա։ Այդքան վատ ա Նարեն։ Դե գոնե բժշկի տանեն կամ էլ չգիտեմ։ Արթուր, իրա մաման բժիշկ ա։ Հիմա բարձրանալու ես մոտը։ Հա, Արթուր։ Որ մի բան իմանաս ինձ ասա։ Լավ արս։ Այդ որ դու հիմա ոչինչ չես ասում, ես հասկանում եմ դա ինչ ա նշանակում։ Բայց դու ինչ ճիշտ հասկացի, ոնց որ դու ունեցել ես։ Ուղղակի անհանգստանում եմ։ Լավ։ Կզանգես։ Եղավ։ Ոնց ես։ Կար ասում եմ ոնց ես։ Դասերդ ոնց են։
կարա։ Նորմալ է։ Կարողը չեմ հասկանում։ Մոսկվայից եկել հասել եմ ստեղ ու դու հետս չես խոսում։ Ուղղակի հոստելում ես վիճակի չեմ։ Ինչ ա եղել։ Ուզում խոսում Նարայի հետ, բայց չկա հոստելում ես։ Ամբողջ ժամանակ բջջային եմ զանգում, բայց չի պատասխանում։ Կարո ջան, տուն զանգի։ Եթե սրա բջջային եմ զանգարում, մի քիչ չի պատասխանում, ինձ թվում է արդեն անիմաստ է ինչպես տուն զանգեմ։ Բայց ես չեմ հասկանում, ինչի ես քեզ վերագրում։ Կարող է աղջիկա քնել է կամ անջատել է հեռախոսը կամ կորցրել է հեռախոսը։ Դա չեմ։ Ինքը չի ուզում այդ խոսի։ Խնդրեմ իրեն կզանգես։ Ինստում։ Իհարկե, քո համար ամեն ինչ կանեմ։ Շնորհակալ եմ։ Նարեն ինչպես է, Արմինե։ Նորմալ։ Դե լավ է։ Լսի Արմինե, նոր գալիս է, ներքևում մի երիտասարդ էր կանգնած, անունը ինչպես էր չեմ հիշում։ Ինչ մի երիտասարդ։ Գիտես ինչ այն փոքրիկ գեներալը։ Դե գեներալի վարորդը։ Գիտեք, մեր մուտքի մոտ էր։ Այստեղ։ Այո, երևի հիմա կբարձրանա։ Ասեիր բարձրան։ Կբարձրանա, որտեվ խոսում է հեռախոսով, կբարձրանա։ Ինքն է, ես հիմա դուրը բացեմ։ Սպասիր։ Համեցեք, աստվածին, այս ինչ գեղեցիկ է, հրաշք, ացեք ներսանցեք։ Բարև ձեզ։ Տեսեք, Լավ։ սա Նարեի համար է։ Ճիշտ ժամանակին։ Շնորհակալություն։ Պարոն Գրիգորյանի կողմից։ Շատ գեղեցիկ է։ Ապրի մեր պարոն գեներալը, ճիշտ չէ։ Տիկին Արփիկ, Հա, Անիտա ջան, դուք ուշ եք տուն գալու, դե երևի երեկոյան կգամ։ բա ինչ այդքան ուշ։ Դե ինչ ասեմ, Անիտա ջան, առաջին օրն ա որ միասին եք ապրում, մտածեցի ձեզ առանցից ավելի լավ կզգանք։ Դե գիտես, չխանգարեմ, դրա համար էլ առավոտ շուտ դուրս եկա։ Չէ, խանգարեմ։ Լավ եք, Արտուրը նոր գնաց, լավ ենք, ես ուզում եմ այսօր ճաշ պատրաստեմ։ Իհարկե, ոնց կուզես։ Կգաք, չէ որ ինձ օգնեք, ես չգիտեմ ոնց եպեմ ու ինչ եպեմ, որ Արտուրին դուր գա։ Գիտես, ես քրոջս հետ եմ պայմանավորված, 4-ի կողմերը։ Մենք շատ ուշ ենք նախաճաշել ու ուշ էլ ճաշելու ենք, այնպես որ կհասցնեք գաք։ Լավ, պայմանավորվեցինք։ Դե կսպասեմ ձեզ։ Նուրդ գալիս է, չէ՞։ Շատ։
ոնց էի վախեցել։ Հիմա որ հիշում եմ, ծիծաղս գալիս է։ Looking for the great escape. Gets his scars and drives away far from all the things that we are. Put on smiles and braid and braid out. And he says bye to all of the noise. Ալո, Oh, he says Լույս քո ասած փողոցում եմ։ դե արի շենքի մոտ գիտես չէ որ շենքն է։ Ասել եմ։ Լավ։ Բարձրանում ես 5-րդ հարկ, վերելակից աչք կգաս, լավ։ Նույնիսկ իրոք ոնց որ կինո նայեցինես։ Հա, իրոք կինո եմ նայել։ Կինոից եմ սովորել։ Հեսա ասա շենքի մոտ։ Դե սիրելիս բարձրացիր վեր։ the great escape.